Բարև ուժեղ լրագրողներին։ Ոնց եք։ Պատրաստ եք հետաքրքիր ժամանակ անցկացնենք։ Ես եթե պատրաստ չլնեի, Փաշինյանին օգնություն կբերեի հետս։ Ոնց եք, լավ եք։ Սկսում ենք։ Սկսենք, հարգելի գործընկերներ, հիշեցնեմ մեր պայմանավորվածության մասին, առաջին հարցի իրավունքը մեր գործընկեր Լուսինե Շահվերդյանին տանք, հրապարակորաթերթ, և ապա շարունակենք շարքերով ըստ աջ և ձախ կողմերի, խնդրեմ Լուսինե Շահվերդյան, հրապարակորաթերթ։ Նախքան հարցը ես ուզում եմ հիշեցնեմ, որ այսօր մեր գնացող կառավարության վերջին նիստն է։ Դրա համար շատ ուշադիր եղեք հարցեր տալուց։ Պարոն Կարապետյան, ընդունված կարծիք կա, որ Հայաստանում իշխանությունը հնարավոր չէ փոխել ընտրություններով, և դա մենք տեսել ենք։ Մինչդեռ դուք ընտրություններից ամիսներ առաջ ձեզ ներկայացնում եք, ձեր թիմն էլ ձեզ ներկայացնում է ապագա վարչապետ։ Դուք մի առիթով ասացիք, որ սոցհարցումների հիման վրա է ձեր համոզմունքը։ Ես ուզում եմ հարցնել, եթե այդուհանդերձ ընտրություններից հետո դուք իշխանություն չվերցրեցիք, համարելու եք արդյոք, որ ընտրությունները կեղծվել են, և այդ դեպքում ունեք արդյոք պլան B, թե վերցնելու եք ձեր մանդատները և Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն եք աշխատելու, և նաև դուք տեսնում եք, որ հող են նախապատրաստում իշխանությունները ձեր գրանցումը կասեցնելու հետ կապված, ճիշտ է գրանցվել եք, բայց հնարավոր է ինչ-որ փուլում նաև կասեցնեն։ Այս դեպքում էլ ունեք արդյոք պլան B և ձեր ընտրազանգվածին որ ուղղությամբ եք ուղղորդելու։ Շնորհակալ եմ։ Գիտեք, այդ պլան B-ն ունի հայ ժողովուրդը։ Այսինքն ես ինչ պետք է անեմ մենակ։ Դրա համար հաստատ հայ ժողովուրդը ունի բոլոր պլանները, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի և վստահ ենք դրա մեջ։ Հետո ես ասեցի, որ ես միայն սոցհարցումների վրա չեմ հիմնվում։ Ես հիմնվում եմ նաև Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա, ինչը որ երևի դուք ինձնից լավ եք տեսնում։ Դրա համար մենք անում ենք հիմա առաջին քայլը։ Մենք գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով, թույլ չտալով ոչ մի ապօրինություններ մեր կողմից, բայց մենք վստահ ենք, որ դուք էլ տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր ապօրինությունները, բայց դուք մի անհանգստացեք, իրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգ ունենալով իրենք չեն կարող ոչ մի իշխանություն ունենալ Հայաստանում։ Իսկ ընտրություններից հետո եթե չլինեք իշխանություն, ո՞րն է լինելու ձեր պլան B-ն։ Վերցնելու եք մանդատները, հստակ ասեք։ Ընտրությունից հետո ես լինելու եմ վարչապետ։ Եկեք անիմաստ բաներ չքննարկենք այսօր։ Շնորհակալություն։ Եվ 168 ժամ Զարուհի Դիլանյան։ Հարգելի գործընկերներ, մեկ անգամ ևս հիշեցնեմ, բոլորդ ունենալու եք հարց տալու հնարավորություն, ուստի խնդրում եմ առաջին շրջանում մեկական հարց տալ, որպեսզի ձեր մյուս գործընկերները ևս իրենց հարցերը ուղղեն։ Շնորհակալություն, նաև մենք ուղիղ եթերում ենք, այս ասուլիսը հենց հիմա հեռարձակվում է բոլոր լրատվամիջոցներով, ուստի գործընկերներ, խնդրում եմ հեռախոսներով չնկարել, որովհետև ամեն բան հենց այս պահին ուղիղ եթերով հեռարձակվում է, շնորհակալություն։ Եվս մեկ անգամ բարև ձեզ, շնորհակալություն այս հնարավորությունը ընձեռելու համար։ Իմ հարցադրումը ևս ընտրությունների մասին է, տրամաբանորեն։ Պարոն Կարապետյան, օրերս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իրեն մտահոգում է ոչ այնքան նախընտրական բանավեճի կոշտ ոճը, որքան հնարավոր հետընտրական զարգացումները։
Դուք որպես ներկայումս ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ընդդիմադիր ուժի առաջնորդ, ինչ սցենարներ եք կանխատեսում այս առնչությամբ, եթե իշխանությունը դիմի որևէ մեքենայության եւ հայտարարի ՔՊ-ի հաղթանակի մասին, դիտարկում եք արդյոք հետընտրական բողոքի ակցիաների կազմակերպման հնարավորությունը, որպեսզի այդ կերպ փոխեք քաղաքական վիճակը, իրավիճակը եւ ենթահարց դարձյալ մանդատների հետ կապված, եթե որևէ պարագայում ՔՊ-ն վերարտադրվի, որևէ ձևաչափով պահպանի իշխանությունը, ի վերջո, խնդրում եմ հստակեցնել, վերցնելու եք մանդատները, թե ոչ, եւ որ դեպքում հնարավորություն կհամարեք չվերցնել կամ վերցնելը եւ չվերցնելու դեպքում քաղաքական ճգնաժամի ստեղծման հնարավորությունը։ Դուք մոտավորապես նույն հարցը տվեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի մասով կարող եմ ասել, ինքը փորձառու քաղաքական գործիչ է, դրա համար ունի իր ճանաչելով Փաշինյանին, ունի իր անհանգստությունները, բայց մենք գնալու ենք մեր օրակարգով, մեզ պետք չէ տարբեր օրակարգների մեջ մասնակցել, մենք գնում ենք մեր օրակարգով, բացարձակ հաղթանակի եւ մենք վստահ ենք, որ այդ օրը գալու է, մենք ստանալու ենք հաղթողի մանդատը եւ ձևավորելու ենք կառավարություն։ Բայց նաեւ պատրաստ եք հետընտրական զարգացումների, քաղաքական ակցիաների կազմակերպման հնարավորություն տեսնում եք, թե ոչ։ Դե գիտեք, հիմա այսօր մենք քննարկենք, թե ինչ է լինելու ընտրությունից հետո դրանից 1 ամիս հետո դրանից 5 ամիս հետո, եկեք մենք սևեռվում ենք ընտրության, նախապատրաստվում ենք եւ գնում ենք ընտրությունների։ Մենք հիմա դրա մասին պետք է մտածենք։ Հաստատ դուք իմացեք, մենք պատրաստ ենք եւ պատրաստում ենք ցանկացած քայլերի։ Դրանից ավել ես չեմ ասելու ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մյուս շարքից Armenia Today, խնդրեմ։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, ընտրությունների մոտենալուն զուգահեռ հասարակության մեջ քաղաքական դաշտում խոսույթը սրվում է եւ ստանում է բացասական երանգներ։ Մասնավորապես վարչապետը ձեր հասցեին հայտարարեց, իր խոսքերն եմ ցիտում, վախենամ դառնաս բոմժ։ Իսկ հետո ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե բոմժ դառնալու գործընթացը անշրջելի է։ Ինչպես եք վերաբերում այս հնչած հայտարարությանը, ինչու է առհասարակ նման բառամթերք տիրում քաղաքական շրջանակում եւ հասարակության մեջ, հասարակական մթնոլորտում։ Շնորհակալություն։ Դե որտե վարչապետը արդեն 8 տարի է այդ կարգավիճակով ղեկավարում է Հայաստանը։ Ձեզ ուզում եմ գաղտնիք բացել, որ դուք շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք, այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ գալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր եւ իմ ինֆորմացիայով մոտարապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Դրա համար ինքը երբ բարձրանում է կառավարության ամբիոն, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից։ Եվ իր կյանքի երազները, ինչ երազ տեսնում է, երազում է, ինքը կարող է ամբիոներից դուրս տալ։ Դա ընդհանուր այդ սնկերի հիվանդությունն է։ Այսինքն ոչ թե հիվանդություն է, շնորհքն է։ Դրա համար շատ լուրջ մի ընդունեք, ամեն ինչ գնում է իր հունով, ինքը արդեն ցեյտնոտի մեջ կանի հայտարարություններ, որը
մեր ժողովուրդը հունիսի 7-ին կգնահատի։ Այսինքն դուք էլ լուրջ չեք ընդունում, արձագանքել չեք պատրաստվում այդ հայտարարությանը։ Դե ես ասեցի իր երազները, ես չեմ մեկնաբանելու, մարդը ինչ որ երազներ է տեսնում, ելնում հայտարարում է, դնեմ մի ամեն օր, հեսա 30 օր ինքը իր երազները կպատմի, ամեն օր դնեմ արձագանքեմ դրան։ Ինչքան շատ սուն կուլտա, այնքան շատ բան կանի, պատմի։ Շնորհակալություն, Առավոտ օրաթերթ, Ռոզա Հովանեսյան։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ այս նախորդ հարցը մի քիչ